Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Ես այսօր գործի բերումով գտնվում եմ Սիեթլ քաղաքում եւ Փառք Աստուծո առիթ եղավ այցելելու Սիեթլ քաղաքի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին։ Ես հիմա եկեղեցու ներսում եմ եւ ուզում եմ ձեզ ցույց տալ եկեղեցին եւ եկեք այստեղ միասին մի կարճ աղոթք բարձրացնենք առ Աստծո։ Ավասիկ դուք տեսնում եք Սիեթլի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին, որը 90-ականներին է կառուցվել, այստեղ մեզ դիմավորեց Տեր Վազգեն Բոյաջյանը, օրհնեցեք Տեր հայր։ Շնորհակալություն Տեր հայր ջան այս առիթի համար։ Տեր հայր ջան, այս եկեղեցին 90-ականներին էր, հա, կառուցվել։ 90-ականների վերջավորությանը հողատ արածն է գնվել, իսկ 2009 թվականից սկսած համայնքը նախաձեռնեց եկեղեցու կառուցման սրբազան աշխատանքները եւ Փառք Աստծո 2012 թվականին ավարտին հասավ եկեղեցաշինությունը եւ մինչ օրս ծառայում է մեր հրաշալի Սիեթլի։ Փառք Աստծո։ Մոտավորապես որքան հայեր են ապրում Սիեթլում, Տեր։ Սիեթլում անկեղծորեն 3 թիվ եմ լսել, 5000, 10000, 15000, բայց կարծենովս մոտավորապես 7000-7500 հոգի ապրում են։ Հա, Փառք Աստծո։ Հայրենիներ են ապրում այստեղ։ Ունենք հրաշալի համայնք, Փառք Աստծո, միշտ չեմ ուզում ասել այդ բառը չեմ սիրում, հպարտանում ենք մեր համայնքով, բայց կարող եմ ասել Փառք Աստծո, հավատքով լեցուն հայրենիներ, ընտանիքներ են ապրում եւ իրենց անմիջական ներկայությամբ միշտ իրենց աղոթներն են վերառակում այսօր եկեղեցուց առաստած։ Շատ ուրախ ենք այդ բանի համար, Տեր հայր, սիրելի ժողովուրդ, Տեր հայրը մեր խոսակցության ժամանակ մի բան ասեց, որ ինձ իսկապես շատ ուրախացրեց, վստահ եմ ձեզ կհետաքրքրի եւ կուրախացնի։ Տեր հայրն ասեց, որ այս եկեղեցու համայնքի մեջ ամեն Կիրակի 120 աշակերտներ կան Կիրակնորյա դպրոցում։ Դա իսկապես շատ ուրախացրեց ինձ, որ այդքան աշակերտներ կան, որ գալիս են Աստծո խոսքը սովորելու, ավասիկ դուք տեսնում եք եկեղեցին եւ գեղեցիկ խորանը։ Տեր ջան, կառաջնորդեք մեզ աղոթքի մեջ, հայր մեր աղոթքը ասենք։ Եվ Աստծոց ողորմություն խնդրենք մեր մեղքերի թողության եւ մեր ազգի դարձի եւ ապաշխարության համար, մեր ազգի առողջության համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, զհաց մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիր մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ամենախնամ Տեր, դիր պահապանաչացի մոտ երկյուս։ Ոչ եւս հայլ հայրիատ եւ ականջացի մոտ ոչ ախորժի լսել սպանս չարության։ Եվ սրտից մոտ ոչ ախորժել խորել սպանս չարության եւ ոտից մոտ ոչ գնալ ճանապարհս անօրենության։ Այլ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղացես։ Ամեն։ Ամեն։ Սուրբ խաչի վսաղաչես ու գստեր, զիսովաղ փրկեսես մեզի մեղած եւ կեցուսե շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա։ Աղբանի չեմ ու սավադացնես Քրիստոս Աստված, բայր աղբանի եւ ժողովուրդս այլ, սերգերեցիս Հայաստանից։ Քո սուրբ եւ պատվական խաչի մտքովի խաղաղության, փրկիր բոլորին երևելի եւ աներևույթ շնորհից, արշանավոր դարձու գոհության փառաբանելու քո սուրբ անունը, Թոր Եսու, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ամենից։ Ամեն։ Ամեն։ Իսկ սա սիրելի ժողովուրդ, Սուրբ Հարություն եկեղեցին է Սիեթլի դրսից, տեսեք ինչքան գեղեցիկ եկեղեցի է եւ ավասիկ շրջակայքը։ Սիեթլը Ամերիկայի Վաշինգտոն նահանգում է, Վանկուվերից մի քիչ ներքև, արևմտյան մասում, շատ կանաչ նահանգ է։ Ավասիկ։ Այնտեղ Կիրակնորյա դասերն են արվում եւ այստեղ էլ խաչքար ունեն։ Ի հիշատակ վիրավոր նահատակած հայոց, որ կատարեցան հնդածս ցեղասպանության ապրիլ 24 1915 թվականին, այդպես է գրված խաչքարի վրա։ Ես որ տարբեր տեղեր եմ գնում գործի բերումով, փնտրում եմ, եթե այդտեղ կա հայ առաքելական եկեղեցի, համայնք եւ փորձում եմ իրենց հանդիպել եւ ձեզ բերել այս պատմությունները։
Դե բարի օր ժողովուրդ ջան, եթե ձեզ հետաքրքրեց, դուք էլ ուզում եք կիսեք ձեր էջերին, թող ավելի շատ հայ մարդիկ իմանան այս ամենի մասին։ Եվ փառք Աստծո ամեն ինչի համար։ Փառք Հոր եւ Որդվո եւ Հոգվուն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։